Սրբության սպիտակ արագաստը սև ծովի մեջ, աշխարհ, որտեղ չկան երկրներ, տներ, որտեղ չկան սենյակներ, կյանքը միասեղ է, որ երկար թելի վրա անպաշտպան սրտեր է շարում։ Ասա, գիտես ինչ ցավ է դա։ Ես երազում եմ, որ մարդկային հոգին ինչպես աշունը նետի հագուստային լինի ինչպես մերկ անտառ։ Ես երազում եմ, որ մարդկային հոգին դառնա անկյունը տաքուկ մի կրակի, լինի վառվռուն տոնածառ։ Ես երազում եմ, որ մարդկային հոգին գտնի իր տունը ու երբեք չլքի։ Վահան Անդրեասյան, Աշխարհիկ անվամբ, բանաստեղծ, արձակագիր, Նոր-Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցու քահանա, Տեր Թովման։ Բարև ձեզ։ Այսօր զրուցելու ենք Տեր Թովմայի հետ։ Բանաստեղծական ճանապարհ անցաք նաև արձակի ու հետո որոշեցիք նաև հոգևոր սպասավորության անցնել։ Հաճախ չես հանդիպի, չէ՞, մեր, այսպես ասենք, գրական շրջանակներում բանաստեղծ արձակագրի, որ նաև հոգևոր։ Ես արձակագիր չեմ, չնայած բանաստեղծություններ գրում եմ, չնայած ունեմ մի քանի գրվածք, որ չեմ տպագրել։ Մեր իրականության մեջ, ասենք, բանաստեղծներ չգիտեմ, բայց դերասաններ, ռեժիսորներ կան, որ դարձել են քահանա։ Նշենք նաև, որ դուք եւս ռեժիսորական մասնագիտություն եք։ Հա, ես եմ ռեժիսոր մասնագիտ։ Նաև նշենք, որ Տեր Թովման մեր ժամանակակից հայտնի անվանի երաժիշտների, երգիչների լավագույն երգերի հեղինակն է, չէ՞, դուք։ Բառերի մեծ մասամբ։ Երգեր էլ ունեմ գրված, բայց ես ինձ ավելի շատ գիտեմ որպես երգերի տեքստերի։ Տեքստերի հեղինակ։ Այսինքն դուք միախառնել եք ստեղծագործական կյանքը հոգևոր ծառայության, սպասավորության հետ։ Այո։ Արդյոք ինչպես է դա հաջողվում եւ դա արդյոք ավելի բարդ ուղի չէ, քան եթե պարզապես միայն բանաստեղծ լինեիք։ Դե բանաստեղծները նաև հոգու բժիշկներ պետք լինեն։ Կրկնում եմ այն ճանապարհը, որ դարերի ընթացքում ոչ միայն հայ ստեղծագործողները, այլև շատ ստեղծագործողներ աշխարհում կրկնել են։ Ընդհանրապես հնում մշակույթը եղել է եկեղեցու հովանու տակ եւ բոլոր մշակույթի գործիչները, նաև գրականության, եղել են հոգեվորական։ Հեռու չգնանք 20-րդ դարի վերջին փաստորշրջանի ստեղծագործողներից 20-րդ դարը դե ինչքան մոտենում ենք մեր ժամանակներին, այնքան ասենք եկեղեցու եւ մշակույթի կապը ավելի փոքր է լինում, տարանջատվում է իհարկե, բայց կան օրինակ Մաքս Ժակոբը, սյուրռեալիզմի հիմնադիրներից մեկն էր, հայտնի սյուրռեալիստ բանաստեղծ ֆրանսիացի, որը տեսիլքով տեսել էր Քրիստոսը եւ Քրիստոս իրեն կանչել էր, ինքը թողեց ամեն ինչ եւ դարձավ վանական։ Եվ հետո նահատակվեց ֆաշիստական ճամբարում, ինքը քանի որ հրեա էր, ինքը նահատակվեց 44 թվականին։ Իրեն սպանեցին ֆաշիստները, ինչպես բոլոր հրեաներին։ Հայտնի բանաստեղծ էր շատ լավ, Մորիս Մետերլինկը Բելգիայի քահանա էր, կաթոլիկ եկեղեցու քահանա, հայտնի ստեղծագործող Մետերլինկին բոլորը գիտեն։ Եվ շատ ուրիշ ստեղծագործողներ կան, որ հոգևորական են։ Հոգևորը եւ ստեղծագործական աշխարհը իրարից հեռու չեն, ընդհակառակը։ Ապագայում դա շատ սովորական բան կլինի, որ ասենք ստեղծագործողը նաև հոգևորական է եւ ոչ ոք չի հիշի, որ ասենք կար Վահան Անդրեասյան, որը չգիտես ինչու հոգևորական էր եւ ստեղծագործող, դա զարմանալի չի լինի ոչ ոքի համար։ Այդ ինչու այնուամենայնիվ հետաքրքիր է։ Դուք փաստորեն ավարտել եք ռեժիսորական կրթություն ունեք, ինչպես մի քիչ առաջ ասացիք, Մանկավարժական ինստիտուտի կուլտուրայի ֆակուլտետի ռեժիսորական բաժինը։ Դու բնական է, որ աշխատել եք ձեր մասնագիտությամբ, երգերի տեքստեր եք գրել, արվեստագետ մարդ եք եղել եւ վերջո ինչպես պատահեց այդ կտրուկ շրջադարձ դեպի նաեւ հոգեվոր աշխարհ եւ այդ միտումը անպայման ծառայելու 90-ական թվականների վերջերին ես ճիշտ ասած հուսախաբվեցի հեռուստատեսության մեջ, որովհետեւ որտեղ աշխատում եք։ Որտեղ ես աշխատում էի, որովհետև ես լուրջ ծրագրեր էի անում սոցիալական, բարոյական, մշակութային։ Իսկ 90-ական թվականների վերջին կարծես այդպիսի ծրագրերի կարիքը սպառվեց։ Ես էլ ճիշտ ասած հոգնեցի պայքարից անընդհատ։ Եվ հիշում եմ, որ երեխաները Չայկովսկի դպրոցում էին սովորում երաժշտական։ Անդադ գնում էի Զորավոր Աստվածածին եկեղեցի քաղաքում ժամերկության,
իրենց ստանում էի դպրոց, ես գնում էի ժամերկության եւ ժամերկության ընթացքում լիցքավորվում էի հոգեպես շատ ուժեղ, այնքան որ դա ինձ բավարարվում էր օրվա մեջ տարբեր տհաճ իրադրությունների մեջ դիմակայելու, հաղթահարելուն։ Եվ նույնը երեկոյան երբեմն չէի հասցնում, բայց առավոտյան միշտ հասցնում էի։ Եվ ես կամաց զգացի, որ իմ տեղը այնտեղ է։ Ես գնացի եկեղեցի, որպեսզի մշտապես լինեմ այդ խաղաղության մեջ։ Եվ պատկերացրեք, որ համարում եմ ամեն մարդ այս աշխարհում պիտի իր տեղում լինի։ Ես էլ այնտեղ գտա իմ տեղը։ Եվ ինչ մտել եմ եկեղեցի, խաղաղությունը միշտ ինձ հետ է, եւ եկեղեցում ծառայություն էլ հաճելի զբաղվում, այն իմաստով, որ մարդիկ քո կարիքը ունեն։ Դու ինչ-որ բանով կարողանում ես իրենց օգնել, ինչ-որ բան կարողանում ես նրանց համար անել։ Մանավանդ մեր այս անխաղաղ ժամանակներում, երբ բոլորը, ասենք, կարիք ունեն հոգու խաղաղության։ Դեռ Աստծո խոսքն ես ասում, հիվանդ մարդը իր համար աղոթք ես կարդում, ժամերկությունները դե մշտական են, որտեղ ժամերկությունների մեջ ես զգացի իմ տեղը եկեղեցում, միշտ անում եմ, եւ իհարկե այդ ամեն ինչը եւ ծառայությունը եւ մարդկանց հետ շփումը իմ հոգեվոր սնունդն է։ Ես զգացի, որ իմ տեղը եկեղեցում է։ Եվ եկա դեգերումներից հետո, ոնց որ ասած, ամեն վարդյակ, չէ, պիտի իր խրոցը ունենա էլեկտրական, ամեն խրոց չի մտնում է դրական։ Եվ ես ինքս գտա իմ պաստորին վարդյակը։ Եվ ամեն մարդ էլ կարծում եմ այս աշխարհում պիտի գտնի իր տեղը։ Արդեն քան տարի է, որ հոգևոր ծառայության մեջ եկա։ Դե 2004 թվականին ձեռնադրվեցի որպես քահանա 8 տարի։ 8 տարի։ 8 տարի։ Անոննանիվ չդադարեցրիք ստեղծագործական աշխատանքը, չէ՞։ Չէ, ստեղծագործում եմ։ Ասացիք, որ նաև հիմա նոր դերասանական կյանքով իհարկե չեմ ապրում, որովհետև երբեմն նաև դերասանությամբ եմ զբաղվում, ասենք Մարլանի թատրոնի պիոներներից մեկը ես եմ, որ 80-ական թվերի սկզբերին թատրոնը ստեղծեց, ես էլ այնտեղ եւ մինչեւ հիմա Մարլանի թատրոնը, Հենրիկ Մարլյանի կինո դերասանի թատրոնստուդիան իմ ոնց որ տունը լինի, որ գնում եմ, ինձ էլ շատ հարազատի նման ընդունում են այնտեղ, էլի։ Հաճախ գնում եմ այնտեղ, երիտասարդության շատ ուրախ տարիներ երջանիկ անցել են այնտեղ։ Եվ ուրիշ ներկայացումների եմ մասնակցել, բայց ասենք որպես բեմադրող ռեժիսոր կարող եմ անել, եթե առիթ լինի, չնայած դա էլ է խնդիր, գուցե ժամանակի առումով չկարողանամ տեղավորվել, իսկ ստեղծագործելը ժամանակ չի պահանջում։ Ասենք երգրելը բանաստեղծություն գրելը իրենք ժամանակ չեն պահանջում, որովհետև այն ժամանակով դու ազատ ես, կարող ես ստեղծագործել։ Շատ հաճախ օրինակ կարողանում եմ ստեղծագործել տրանսպորտում։ Տրանսպորտում շատ եմ գրել տեքստեր, բանաստեղծություններ։ Տան ճանապարհին, հա։ Հա, ունեմ այդ կարողությունը անջատվելու աշխարհից։ Շուրջս որ լինի ժխոր, կարող եմ անջատվել, չզգալ ինչ է կատարվում այդ բանին, երբ որ ստեղծագործում եմ։ Եվ դրա համար էլ ասենք տրանսպորտում շատ բանաստեղծություններ ունեմ գրած։ Եվ կարծում եմ, որ բանաստեղծություն միշտ էլ կգրեմ, եթե իհարկե Աստված շնորհը չառնի ինձ։ Հոգուս պեղանի բանաստեղծություններ նաև, չէ՞, վերջը։ Այո։ Իսկ որպես անձնավորություն, հոգևոր հայր, քահանա, նաև բանաստեղծ բնականաբար տարբեր խավերի ու շատ մարդկանց հետ եք շփվում։ Բնականաբար ձեր հայացքը, ձեր կարծիքը, տեսակետը ունեք մեր օրերի մասին եւ մեր իրականության մասին։ Եվ թե որպես բանաստեղծ, թե որպես քահանա, ինչպես է ներկայանում ձեզ մեր իրականությունը, ինչպիսին է մեր իրականությունը այսօր ձեր աչքերով։ Մենք ամեն օր քահանաներս շփվում ենք մարդկանց հետ, որոնք հոգեպես շատ ծանր վիճակի մեջ են։ Նյութապես իհարկե ծանր վիճակի մեջ են, ինչքան էլ ասենք, որ մեր երկիրը բարգավաճում է, բայց մարդկանց վրա դա չի անդրադառնում։ Մենք սովորում ենք մարդկանց հետ, այո։ Ուրախություն համարյա չենք տեսնում օրվա մեջ։ Մարդիկ գալիս են տարբեր հոգսերով, ծանր հիվանդություններով, հիվանդություններ շատ են տարածված, երիտասարդների մահացություն կա շատ, մանավանդ քաղցկեղի մասին պետք է ասեմ, որ ոնց որ համաճարակ լինի։ Տարածված է։ Հա, եւ համարյա ուրախ բան չէ։ Երևի միակ ուրախությունը այն է, որ պսակներ են լինում, մկրտություններ փոքր երեխաների, մարդիկ ուրախանում են։ Հուսահատությունը շատ է։ Ժողովրդի մեջ շատ է հուսահատությունը։ Եվ մեր աշխատանքն է բնականաբար շատ է, մենք էլ աշխատում ենք ինչքան հնարավոր է ժողովրդին օգնել, որովհետև բարի խոսքն
միշտ էլ կարող ենք մենք ասել, իսկ բարի խոսքը այնպիսի խոսք է, որ մարդկանց կխաղաղեցնում ենք, անպայման ասում ենք, աղոթք անում ենք։ Եվ իհարկե շատ է լինում հաճախակի, որ մարդիկ գոնե այդ պահին խաղաղվում են։ Բայց դե բնականաբար այդ ամեն ինչ ասում է այդ մասին, որ ժողովրդի վիճակը ծանր է։ Վերջերս գնացի Ստեփանակերտում եղա, իմացա, որ այնտեղ 7000 բնակիչ կա։ Այն դեպքում 80-ական թվականներին 25000 էր։ Գյումրիում իմացա, որ 90000 բնակիչ կա, այն դեպքում 80-ական թվականներին 300000 էր։ Ենթադրում եմ, որ նույն պրոգրեսիան կա Երևանի բոլոր տեղամասերում։ 3 անգամից ավելի ժողովուրդը պակասել է։ Հնչում են, չասենք մեղադրանքներ, բայց կարծիքներ, որ ժողովուրդը մեր ինքը նույնպես շատ ետնթաց է ապրել, զարգացում չկա ի վերջո եւ հասարակությունը իսկապես չի զարգանում դեպի առաջ, դեպի նոր արժեքներ, նյութապաշտությունը խեղդել է, չէ՞, բոլորին։ Իհարկե շատ մարդ է գալիս եկեղեցի, բայց մարդիկ հավատիչ չեն գալիս։ Մարդիկ գալիս են հուսահատությունից, տեղ չունեն գնալ։ Դրանք տարբեր բաներ են։ Իհարկե տարբեր բաներ։ Իհարկե ավելի լավ է հուսահատությունից մղված մարդը գնա եկեղեցի դեպի Աստծո։ Ընդհանրապես չգնա, հա։ Քան թե ընդհանրապես չգնա, բայց դա չի խոսում այն մասին, որ մարդը հավատում է Աստծուն, իսկ մարդը մինչև Աստծուն չհավատա, ոչինչ չի փոխվի։ Մարդկանց թվում է, որ իրենք առավոտյան արթնացան, արևը դուրս է եկել, հորանգեցին, սուրճ խմեցին, գնացին իրենց գործերով, այդպես էլ պետք է լինի, բայց դա այդպես չի, ոչինչ ձրի չի տրվում այս աշխարհում, արևը ձրի դուրս չի գալիս։ Մոլորակները, որ իրար չեն բախվում, հազարամյակներով, դա ինչ որ մեկի պատճառով է, որ չեն բախվում։ Որ մենք դեռևս կենդանի ենք, չենք վերանում որպես ազգ, չնայած բազմաթիվ թշնամիներ ունենք։ Դա էլ ինչ որ մեկի պատճառով է, բայց ոչ ոք այդ մասին չի մտածում։ Մարդիկ իներցիայով ապրում են առանց մտածելու այն մասին, որ մենք աշխատանք ունենք անելու, որպեսզի ժողովուրդը խաղաղություն ունենա, որպեսզի ժողովուրդը կարողանա աճել, ժողովուրդը կարողանա ապրել, նորմալ պայմաններ ստանալ, ձեռք բերել։ Մենք որ ժամերկության ժամանակ օրինակ խնդրում ենք ժողովրդի համար, առողջություն ենք խնդրում, աշխարհի 4 կողմերի համար ենք խնդրում, ղեկավարների համար ենք խնդրում երկրի, եւ հանգուցյալների համար ենք խնդրում, եւ բազմաթիվ այնտեղ խնդրանքներ կան։ Ես հավատում եմ, որ մեր աշխարհը գոյություն ունի այն պատճառով, որ կան մարդիկ, որ խնդրում են մարդկության համար։ Իհարկե իրենք շատ չեն, բայց իրենք կան։ Բայց իրենց ձայնը տեղ է հասնում։ Եվ իրենց ձայնը հասնում է Աստծուն։ Մենակ հիշենք Աբրահամի խոսակցությունը Աստծո հետ, որ ինքը ուզում էր Սոդոմը եւ Գոմորը չի Աստված ոչնչացնել, եւ Աբրահամը ասում է Տեր Աստված, եթե ասենք 50 արդար գտնես Սոդոմը, դու կոչնչացնես։ Եվ Աստված ասում է ոչ, չեմ ոչնչացնի։ Այդ 50 հոգու համար չեմ ոչնչացնի։ Եվ տնորից ասում է Տեր Աստված, կներես, ասում է, եթե 20 հոգի գտնես, դու կոչնչացնես, ասում է ոչ, 20 հոգու համար էլ չեմ ոչնչացնի։ Ասում է Տեր Աստված, եթե 10 հոգի գտնես, կոչնչացնես, ասում է ոչ, այդ 10 հոգու համար էլ կողորմանամ այդ քաղաքը։ Եվ ինքը արդար գտնում է միայն Ղովտին, իր ընտանիքն էլ է փրկում, բայց մենք նույնիսկ չգիտենք նրա ընտանիքը արդար էր թե ոչ։ Կինը գիտենք, որ հետ նայեց եւ աղի արցան չդարձավ։ Աղցին դարձավ։ Ուրեմն այնտեղ ոչ մի ուրիշ արդար չկար եւ ինքը կործանեց այդ քաղաքները։ Կան մարդիկ, որոնց համար Աստված գթում է։ Բայց մյուս կողմից էլ դեռ 60-ականների կեսին առաքյալները բղավում էին եւ դա մեծ շարժման սկիզբ էր։ Ուր է իր Աստված, որ կործանվում էր մի ողջ ժողովուրդ նկատի ունենալով։ Գիտեք ինչ, դա երկար խոսակցության նյութ է։ Այդ առաքյալների ասածը ուր է իր Աստված, որ կործանում է մի ամբողջ ժողովուրդ։ Այո։ Մենք պետք է հիշենք մի կարևոր բան։ Քրիստոսն ասում է, ով չվերցնի իր խաչը եւ չգա իմ հետևից, արժանի չէ ինձ։ Ուրեմն ամեն քրիստոնյա, եթե իրեն քրիստոնյայի համար իր վրա վերցնում է խաչ։ Արդյոք չափից դուրս մեծ փորձություն չէ, այս մի փոքրիկ ժողովրդի համար։ Իսկ խաչը հո միայն չէ, որ փայտի վրա քեզ պետք է գամեն։ Խաչը տառապանքներն է։ Խաչը այն է, որ դու փորձում ես ապրել այն պատվիրաններով, որ Աստված տվել է Քրիստոս։ Եվ դա արդարությունն է, եւ դա ազնվությունն է, բարությունը, սերը, գթությունը եւ նման ուրիշ բաներ։ Եթե դու փորձում ես այդ սկզբունքներով ապրել, այսպես թե այնպես դու խաչ ես տանելու։ Իսկ այն ազգը, որ տանում է այդպիսի
փորձում է ապրել այդ սկզբունքներով, դառնում է կողքի ազգերի աչքի այսպես թե այնպես իրենք սկսում են նրան խաչել։ Եվ մեր ժողովուրդները ինչպես քրիստոնյա, բնականաբար դարերի ընթացքում կրում է եւ եղեռն, կրում է եւ կոտորած, բայց նայեք ուշադրություն դարձրեք, որ ինքը քրիստոնեությունից չի հրաժարվում միևնույն է։ Վերջերս մի հաղորդման ժամանակ օրինակ ասացին, որ աշխարհի ամենահավատացյալ ժողովուրդներից մեկը հայերն են։ Մի քանի ժողովուրդների անուն տվեցին, մեկը հայերն էին։ Ուրեմն ինչ է ասում, դա ասում է այն մասին, որ մենք այդուհանդերձ անկախ ամեն ինչից կրում ենք այն խաչը, որ Քրիստոս մեզ տվել է։ Բայց մարդկությունը արդեն 2012 տարի հետևում է Քրիստոսի ուսմունքին եւ գնում է նրա հետևից մարդկության գոնե մի մեծ հատված, արևմտյան մեծ հատված, բայց դրանից 2012 տարի չեն դադարում այս աշխարհի երեսին պատերազմները, այրենահեղությունները։ Գալու են ժամանակներ, որ այնքան ապականություն աշխարհին տիրելու է, որ լինելու է դատաստանը։ Այսինքն Աստված գալու է դատելու բոլոր ազգերին եւ կենդանիներին եւ մահացածներին։ Իսկ դատաստանը միշտ լինում է այն ժամանակ, երբ որ ապականություն աշխարհի վրա շատանում է։ Միշտ այդպես է լինում։ Նայեք, Աստծո դատաստան եղավ եւ Նոյի ժամանակ։ Ինչով դե ապականությունը շատ էր։ Եվ եղավ այն ժամանակ, երբ որ Սոդոմ Գոմոր քաղաքները ինքը կործանեք։ Այնտեղ ահավոր ապականություն էր այդ քաղաքներում։ Եվ Մովսեսը, երբ որ իր ժողովրդով գնում էր Ավետիաց երկիրը գրավելու, այդ ժամանակ ոչնչացնում էին փղշտացիների ազգերը, որովհետև ապականության մեջ իրենք ունցել էին բոլոր չափերը։ Եվ հիմա էլ նույն ժամանակն է։ Ասում եմ նրա համար, որպեսզի մենք բոլորս լինենք զգոն։ Մենք ասում եմ հոգևորականներս ամեն օր խնդրում ենք հենց թեկուզ մեր ժողովրդի համար։ Ես օրինակ գնում եմ ժամերկության, չէ, կանգնում ենք հոգևորականներով, նայում եմ ժողովրդի երեսին բոլոր հոգսերով, խնդրում ենք ժողովրդի համար եւ խաղաղություն, եւ առողջություն, որ Աստված իրենց բոլորի հոգսերը թեթևացնի եւ մեղմի իր դատաստանը, որտեղ իսկապես դատաստան է։ Ես հիմա չգիտեմ մի տուն այ աշխարհում որ ցավ չունենա։ Գուցե եւ մարդկանց համար դա նորմալ երևույթ է, բայց դա նորմալ չի։ Մի որոշակի թվով մարդիկ մի որոշակի շրջանակի մեջ, խավերի մեջ, որոնք կարծես բնավ չեն մտահոգվում, ոչ դատաստանի, ոչ էլ ընդհակառակը օրավուր մեծ ասում են իրենց կարողությունը եւ միայն ու միայն արևմտյան սոցիոլոգները մեր ժամանակների համար մշակել են այսպիսի մի տերմին։ Homo sapiens չի ասում են։ Այո։ Ասում են մեր ժամանակների մարդը դա Homo sapiens-ը չէ։ Դա Homo ludens-ն է։ Զվարճացող մարդ, բանական մարդը փոխարեն։ Մարդ, որ գալիս է այս աշխարհ վայելելու, սպառելու, մակաբույծ։ Ինքը ի վիճակի չէ տալու այս աշխարհին։ Ինքը եկել է վերցնելու։ Միայն վերցնել։ Ոչ ստեղծագործ մարդ։ Ահա սա է մեր ժամանակի, մեր քաղաքակրթության դեմքը։ Դրա համար այդ մարդիկ ընդհանրապես այդ տիպի մարդկանց, այդ տիպի մարդու պատկերն են։ Տեսեք, բայց մարդը մի անգամ է ծնվում եւ չես կարող մեղադրել, որ իհարկե մարդ է, ծնվել է եւ թերևս ոչ իր կամքով, ասենք ծնվել է հենց այստեղ այս պահին։ Մեր երկրում, Հայաստան աշխարհում այս փոփոխությունների պահին, այս անցումային ժամանակաշրջանում, որ իսկապես ինչպես հնում չինացիներն էին ասում, ամենավատ ժամանակներն են, չէ՞, անցումային ժամանակները։ Ի վերջո մարդուն չես կարող մեղադրել, որ նա ուզում է լավ ապրել, որ ուզում է օգտվել համընդհանուր բարիքներից, բայց երբ տեսնում է, որ այդ ամենը խիստ անարդարության հիմունքների վրա է կառուցված, ինքը դաժանանում է, չէ՞, մարդը։ Գիտեք, ամբողջ խնդիրը նրանում է, որ ամեն ինչի ընդունակ է դառնում։ Մարդուն Աստված տվել է կյանք, ինչի համար։ Եկեք այս հարցին պատասխանենք։ Այդ հարցին պատասխան կա։ Կա։ Մարդուն կյանք տալիս է ոչ թե նրա համար, որ ինքը ապրի այս աշխարհը վայելելու համար։ Իհարկե Աստված դեմ չի, որ մարդը վայելի այս աշխարհը, բայց ինքը դեմ է, որ վայելի այս աշխարհը հոգին կորցնելու գնով։ Ինչու՞։ Որովհետև օրից մի օր ինքը մեռնելու է, բայց հոգին մնալու է, հոգին չի մահանում, հոգին անմահ է։ Ուրեմն հոգին շարունակելու է ապրել։ Ինքը կապրի այն վիճակով, ինչ վիճակով ինքը կորցրեց մարմինը։ Ինքը դրանից հետո այլևս աճ չունի։ Եթե հոգին եղավ մահվանից հետո հիվանդ, ինքը այդպես հիվանդել կապրի հավերժությունը։
Ուրեմն մարդու կյանքի նպատակը ոչ թե այս աշխարհը վայելելն է, սա այս հարցին պատասխանում է քրիստոնեությունը, այլ ապրել այնպես, որպեսզի ինքը սնի, մեծացնի իր հոգին եւ վերադարձնի իրեն ծնող Աստծուն իր կողմից տրված հոգին եւ վերադարձնի առողջ վիճակում։ Եթե մենք այս հարցին այսպես նայենք, այս տեսանկյունից, ուրեմն մենք կհասկանանք, որ մեր կյանքի հիմնական նպատակը այն է, որպեսզի մենք ապրենք այնպես, որպեսզի մեր հոգին չկորցնենք, բայց 4 կողմը ամեն ինչ քարոզում է այն, որ դու քո հոգին կորցնես։ Նայեք, հերոսացույցով ասում են կեր, վայելիր, ստացիր, ձեռք բեր։ Սերիալները ասում են չես սիրում այս մարդուն, թող գնա ուրիշի մոտ։ Սպանիր։ Այո, ապրի թիթեռների դեպ բանաստեղծական շարքերիցս մեկը կոչվում է թիթեռների աշխարհում։ Այո։ Հիմա ես նոր գիծ եմ պատրաստում, այնտեղ թիթեռների աշխարհում այդ շարքը նորից համալրել եմ ուրիշ բանաստեղծությունները, որոշ բանաստեղծություններ հանել եմ։ Թիթեռների աշխարհը մեր աշխարհն է։ Քարանձավային մարդուի այդ գալուց օրից ի վեր այդ դաժան դառը ճանապարհով է անցնում։ Պատերազմներ, սպանություններ, մարդը իրեն իր նմանին է ուտում, անընդմեջ։ Ինչպես ասում է Ֆյոդոր Դոստոևսկին, սատանան պատերազմում է Աստծո դեմ, եւ այդ պատերազմի դաշտը մարդու հոգին է։ Երկիր մոլորակը ընդհանրապես պատերազմի դաշտ է։ Գուցեև այն պատերազմի դաշտը, որտեղ պատերազմում են չար եւ բարի ուժերը։ Այն վայրը, որտեղ պատերազմի արդյունքում ոմանք հաղթում են եւ գնում են դեպի երկնային հավերժություն եւ ոմանք պարտվում են, երկնային արքայություն, պարտվում են, գնում են դեպի կործանում հոգեվոր։ Մենք, քանի որ հոգեվորը կամաց ի ծնե մեզ տրված հոգեվորը կյանքի ընթացքում կորցնում ենք, ինչքան երեխաների հոգիները ավելի բաց են, չէ՞։ Բայց մեծանալով, շփվելով մեր ծնողների հետ, այս աշխարհի հետ, մենք կամաց կորցնում ենք։ Ինչպես կորցնենք որևէ օրգան, ասենք աչքի տեսողությունը, չէ՞։ Աչքի տեսողությունը կորցնում ենք, բնականաբար, եթե տեսողությունը կորում է, մենք ինչ ենք տեսնում։ Այ պետք է աչքի ակնաբուժներին հարցնել այդ մասին։ Ինչ որ բան մեր գիտակցության մեջ ենք տեսնում, չէ՞, մտապատկերներ։ Այն ամենից, ինչ որ մենք ունեցել ենք, ասենք երեխա ժամանակ եւ ընդամենը։ Նույնը հոգու բարագային։ Նույնը մարդիկ են, որ այս աշխարհում կորցրել են հոգու աչքը, մեծանալով կամաց կորցնում են, որովհետեւ չեն խնամում իրենց հոգին, չեն գնում Աստծո տված ճանապարհով, այն ճանապարհով, որով պետք է գնա մարդը քրիստոնյա, որպեսզի չկորցնի իր հոգին, կորցնում են, այդ իրենց հոգեվոր աչքը խամրում է, մեռնում է, վերջի վերջո կյանքի ինչ որ հատվածում իրենք սկսում են մտածել արդարություն չկա, ինչու, որովհետև ոմանք վայելում են, մենք չենք վայելում։ Այո, եւ իրենք շատ ծանր կյանքով են եւ այնտեղ չեն փնտրում ճշմարտությունը, որը եւ ծնում է տարբեր խնդիրներ։ Ոմանք սկսում են պայքարել, սպանել ուրիշներին, ինչպես հեղափոխության ժամանակ եղավ, հարուստներին սպանել, որպեսզի նրանց հարստությունը ձեռք բերեն եւ առաջանա արդարություն, որը եւ տեղի չունեցավ, որովհետեւ սպանությամբ քո նմանին սպանելով չես կարող արդարություն ստեղծել։ Ոմանք էլ սկսում են ուրիշ փիլիսոփայությունների մեջ փնտրել եւ ամեն մեկը փնտրում է իր ճշմարտությունը, մեկը փնտրում է գինու մեջ, մեկը փնտրում է հեղափոխության մեջ ճշմարտություն, մեկը փնտրում է կնոջ մեջ, արվեստի մեջ եւ այլն։ Եվ ամեն մեկը փնտրում է իր ճանապարհը ճշմարտության, որը ընդամենը հիմնական ճշմարտության գուցե վատ արտատպումն է, ոչ թե ճշմարտությունը։ Ինչ է խորհուրդ եք տալիս մեր ունկնդրին ճշմարտության մեկն է ճշմարտությունը թե ճշմարտությունը մեկն է, մարդիկ պետք է ամեն ինչի մեջ երես դարձնեն դեպի Աստված, խնդրեն, որ Աստված Աստծո կամքի մեջ լինեն, խնդրեն, որ Աստված իրենց կյանքը շտկի, եւ դա ամեն պահ պետք է լինի, ոչ թե հիմա, ասենք դժբախտության մեջ ինչպես մեր եկեղեցում է, շարաններով բերում են աղ օրնելու, ինչու, փորձանքի մեջ են ընկել, այս ինչ բան է տեղի ունեցել եւ այլն, այսինքն փորձանքը տեղի ունենում, նոր իրենք հիշում են Աստծուն, դա հավատի նշան չէ, իրանք հիշում են, որ կա ինչ որ մեկը կարող է այդ փորձանքից ազատելու, որպեսզի իրենք նորից շարունակեն իրենց մեղքերով ապրել։ Եվ իհարկե այդ վիճակում ավելի լավ է, որ իրենք գոնե այդ կարգավիճակով Աստծուն հիշեն, քան ընդհանրապես չհիշեն, որովհետև դրանից հետո գուցեև կա հնարավորություն, որ իրենք արթնանան հոգեպես, հասկանան, որ ախր մեր մեղքերի պատճառով որ այս ամեն ինչը տեղի է ունենում։
Իսկ գուցե մենք շտկվենք, հասկանանք ինչ է մեզնից Աստված ուզում, իսկ Աստված մեզից ամեն մեկիցս ինչ որ բան ուզում է։ Իսկ ինչ է ուզում։ Այ դա պետք է հասկանանք։ Եթե մենք խնդրենք Աստծուն, դիմենք իրեն, ինքը մեզ կբացատրի։ Ես օրինակ Դուք օրինակ ինչ կերպ եք բացատրում այդ։ Ես օրինակ երբ որ դիմում եմ Աստծուն, ինքը ինձ պատասխանում է։ Մարդկանց միջոցով, մտքերով, արտաքին տարբեր երևույթներով։ Կարող է այսօր չպատասխանի, վաղը չպատասխանի, բայց երկարատև խնդրանքներից հետո մի տարի հետո կարող է պատասխանել։ Դուք լսում եք դա։ Ոչ թե լսում եմ, այլ ես դա զգում եմ, որովհետեւ ամբողջ աշխարհը մարդու համար վկայություն է, վկայություն։ Մարդը հոգով պետք է հասկանա, որ Աստված իրեն սա ցույց է տալիս։ Իսկ եթե չի հասկանում, ի վերջո ինչ անի խեղճ մարդ։ Ասենք չի կարողանում հասկանալ, չունի այդ ներքին զգացողությունը, ներքին 20-րդ դարի ականջունի, որ չի լսում, աչք ունի, բայց չի տեսնում։ 20-րդ դարի մեծագույն բանաստեղծներից մեկը Թոմաս Ստերնս Էլիոթը ինքը հավատ չուներ Աստծո հանդեպ։ Բայց նկատեց, որ Աստված աշխարհը գնում է դեպի կործանում։ Եվ ինքը սկսեց քարոզել եկեղեցին, կաթոլիկ եկեղեցին, որովհետև տեսա, որ եկեղեցին է միայն, որ աշխարհում պայքարում է բարոյականությունը պահպանելու համար, մշակույթները պահպանելու եւ բոլոր դարերից մեզ փոխանցած առաքինի արժեքները պահպանելու համար։ Եվ ինքը չնկատեց ինչպես սկսեց հավատալ Աստծուն։ Ամեն մարդ եթե ձգտում է ճշմարտության, ինքը կհասնի Աստծուն։ Միայն եթե անկեղծորեն ձգտի ճշմարտության։ Կա բոլորիս կյանքում մի օր, երբ մեզ սենյակ են ներս թողնում, ուր 3 նար կա կարևոր, օդանցք կա վերևում։ Նարի վրա աջ անկյունի նստած է ծեր մի ալեհեր, իսկ ցախ նարին էլ մի կնիկ խոզի նման ու գեր։ Եվ ներքևի նարին նստած ուզում ես դու երկինք թռչել։ Ծերուկը բայց ջերմակ հագած օդանցքն է քո փակել։ Մինչև ասում է չխմես կյանքի բաժակը դառնության, այստեղ այդպես էլ կնստես առանց լույսի ու տան։ Իսկ այն կնիկը ծիծաղեց. երկինք չկա այնտեղ, ասաց։ Այնտեղ հիմա խավարն ամպեց, երկինքն է հնարված։ Երկինք չկա, կա հող միայն, քանի դեռ կաս արփիր կյանքով։ Երկինք չկա, մի հավատա, դու մի խաբվիր այդ երկնքով։ Երկինք չկա, իջիր ներքև, կանգնիր ամուր քաղցր հողին։ Երկինք չկա, դատարկ է այն, ոչ երանի երազողին։ Ինչ ասեմ, Աստված պահի այդ բաժակից դառն ու անել եւ կյանքը ձեզ էլ չդաղի, ինչպես ինձ է դաղել։ Ես խմեցի եւ այդ պահից դաջվեց հոգուս խաչ ու կնիկ, տեսնում եմ լույսը օդանցքից։ Բարև, բարև երկինք։